Բոլոր ժամանակների բոլոր պատերազմներում կան հերոսներ։ Նրանց երգեր են ձոնում, արձաններ են դնում, նրանցով սերունդներ են դաստիարակվում։ Սովորաբար դրանք հերոսներ են պատերազմող միայն մի կողմի համար եւ հակառակորդի կողմից գնահատվում են որպես մարդասպան ու կեղեքիչ։ Այդպես է եղել հայտնի շատ արյունալի կոնֆլիկտների ժամանակ, բայց ոչ այս մեկում։ Կոստյում բուր, սիկերիետ բուր։ Իր շորերի ծխախոտի ու դեղերի մնացորդներն են, որ չեն վառվել։ Սիտրամոն։ Ցիտրամոնը, սև վերնաշապիկը։ Կոստյում։ Հեռախոսն էլ վերցրել են ու մինչև հիմա աշխատում է։ Зарядный. Хотя только того телефона, который до сих пор работает. 2010 թվականի հունիսի 10-ին Ֆերգանայի դաշտավայրի հյուսիսային հատվածը վերածվեց ուզբեկ ղրղզական ռազմադաշտի։ 4 օրում համարյա 500 զոհ, 2000-ի մոտ վիրավորներ, 3000-ի մոտ հրկիզված տներ ու շինություններ։ Ազգամիչյան բախումների արդյունքում տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան փախստական։ Ինչ եւ ինչպես կատարվեց, ովքեր էին մեղավորները, այս հարցերին հստակ պատասխաններ մինչև հիմա էլ չեն տրվել։ Human Rights Watch կազմակերպության վերլուծաբանների կարծիքով անկարգությունների մեջ մեղավոր էին նաև իշխանություններն ու իրավապահ մարմինները։ Ղրղստանի ղեկավարությունը կամ չէր կարողանում, կամ էլ չէր ցանկանում կանխել արյունահեղությունը։ Ուզբեկներն ու ղրղզներն այսօր էլ ապրում են կողք կողքի, ինչպես 2010-ի արհավիրքից առաջ։ Այս կոնֆլիկտի կարևոր առանձնահատկությունն է դա։ Սահմաններ չկան ու չեն եղել, ոչ կրոնական, ոչ էլ աշխարհագրական։ Բայց նույն հողու ջրի, նույն հավատքի երկու ժողովուրդներն այնպես թշնամացան, որ մարդկային դաժանության սահմաններն էլ ջնջվեցին։ Բախումները տևեցին մոտ 4 ամիս, իսկ այն, ինչ տեղի ունեցավ 4 օրերի ընթացքում, հիմա Օշի բնակիչները որպես պատերազմ են բնորոշում։ Միջազգային փաստաթղթերում կատարվածը սպանությունների, թալանի, վանդալիզմի շարք է գնահատվում։ Ֆերգանայի հովտի Ղրղզստանի հատվածը համարյա հավասարապես բնակեցված է ուզբեկներով ու ղրղզներով։ Մինչև դեպքեր ուզբեկներն այստեղ ավելի շատ էին։ Արևմուտքում Ուզբեկստանն է, որ մինչև այսօր ոչ մի կերպ չի միջամտել կոնֆլիկտին, համարելով դա իր հարևանի ներքին խնդիրը։ Անգամ արյունալի իրադարձությունների օրերին Ուզբեկստանը ընդունելով մոտ 100,000 ուզբեկ փախստականների պահել է նրանց սահմանամերձ հատուկ ճամբարներում եւ հետո պարտադրաբար հետ է ուղարկել Ղրղզստան։ Քառասունամյա այս կինը ճամբարում ապրել է 2 շաբաթ նորածին տղայի հետ։ Վերադառնալով Օշ, իր տունը գտել է վառված, ամուսնուն ընդհանրապես չի գտել։ Ղրղզստանում ռեֆերենդում էր։ Ուզբեկստանից ստիպեցին վերադառնալ։ Եկա տեսա տունը թալանել ու վառել էին, ամուսնուս վայրենաբար սպանել։ Հետո մասնատել ու դիակը վառել։ Հետո էլ ասացին, որ միայն հրազենային վնասվածք է կրծքավանդակում, ուրիշ ոչինչ։ Այսօր էլ սպանություններից մոտ 2 տարի անց, չնայած հարազատների ներկայացրած ակնհայտ ապացույցներին, մարդասպանները չեն բռնվել եւ չեն պատժվել։ Սպանվածի մայրն ասում է, որ Օշում կյանքը միայն արտաքինից է հանգիստ թվում։ Իրականում կոնֆլիկտը դեռ կա։ Էլի պատերին սարտ են գրում, որ վիրավոր են մեզ։ Նոր գրություններ են հայտնվել քաղաքում, մահ ուզբեկներին։ Смерть сартом, смерть сартом. В чем парадокс?
Ակլայը ղրղզ է։ Նա վստահ է, որ անցյալից դասեր պետք է քաղել անպայման պատժելով մեղավորներին։ Հակառակ դեպքում պատմության սևեջերը կարող են կրկնվել։ Մինչև հիմա չենք կարողանում արդարադատության հասնել։ Ակնհայտ է, որ եղել են սադրիչներ, կազմակերպիչներ, մարդասպաններ, բայց չենք տեսել համարժեք գործողություններ այդ մարդկանց դեմ։ Դա է մեր պատմության ողբերգությունը։ Կոնկրետ մարդիկ իրականացրել են, կոնկրետ մարդիկ տուժել, բայց ոչ ոք չի պատժվել։ Պարադոքս է։ Դրա համար էլ հասարակության մեջ աճում է կենցաղային նացիոնալիզմը։ В этом весь парадокс. Поэтому и растет бытовой национализм в общественных местах. Հիմա ուշում հարաբերական անդոր է։ Բնակիչներն արդեն 2 տարի փորձում են վերադառնալ իրենց կյանքի սովորական ռիթմին, բայց բարեկամական հարաբերությունների փոխարեն զգուշություն է ու երկմտանք։ Փոքրիկների համար կառուցված այս խաղահրապարակը համերաշխության կարևոր մի ժեստ է։ Придумали такую идею, как реабилитация детских площадок. Այստեղ խաղում են թաղամասի բոլոր երեխաները։ Մենք էլ միասին ենք մեծացել ուզբեկների հետ ու հիմա ատելություն սերմանելու փոխարեն փորձում ենք միասնական ու բարեկամական հարաբերություններ քարոզել։ Սա ինչ-որ կերպ համախմբում է բակը, անկախ բնակիչների ազգությունից։ Дух дружного двора. Բարեկամություն ու խաղաղություն հաստատելու գաղափարով Օշի ամենահայտնի երիտասարդական կազմակերպությունը սկսեց քաղաքը զարդարել նոր գրաֆիտիներով։ Հունիսյան դեպքերի ժամանակ պատերին ու փողոցներին ուզբեկներն ու ղրղզները կամ պայքարի կամ էլ փրկության կոչեր էին գրում։ Ուզբեկները փողոցների վրա գրում էին սոս, հույս ունենալով, որ երկնքից արբանյակների միջոցով իրենց կանչը կնկատեն ու կհասնեն օգնության, իսկ ղրղզները սպառնում ու անպատվում էին։ Յութը ֆոշը դուրս եկավ փողոց զինված, բայց ոչ թե մահակներով ու հրացաններով, այլ ներկերով ու մաքրող հեղուկներով։ Вот эта надпись это первое, то, что мы закрасили. Ահա այստեղ տեսնում եք, էլի գրառումներ են եղել։ Մենք փորձում ենք ջնջել դրանք, ուզբեկների գրած սոսը ակցիայի ժամանակ մենք սարքում ենք 808։ Ղրղզներն էլ սարտ էին գրում։ Դա էլ վիրավորական արտահայտություն է ուզբեկների հասցեին։ Так, не здесь. Вот они, то есть это наши журналисты, это наши Հիմա Յութը ֆոշի գրասենյակում ակլայն ու գործընկերները երիտասարդ լրագրողների համար դասընթացներ են կազմակերպում ու մասնագիտական հմտություններ սովորեցնում։ Առհասարակ երիտասարդների ու մեդիայի դերն այս կոնֆլիկտում շատ մեծ էր։ Դեմբեդեմ Օշի երիտասարդական այն հաղորդաշարն է, որը եթեր է գնում հանրային հեռուստաալիքով։ Ամսական 1 անգամ ամսվա կուտակածը երիտասարդները հանձնում են հեռուստադիտողներին։ Գուլիզան Դեմբեդեմի եւ հաղորդավարն է եւ համակարգողը, մեկ-մեկ էլ օպերատորը։ Հիշում է, որ ինչ-ինչ անմեղ նյութեր, որ իրենք նկարել էին արյունալի դեպքերից առաջ, հետո միանգամից պատմական դարձան, ինչպես օրինակ ուսանողական հանրակացարանի մասին նյութը։ Մինչև դեպքերը հանրակացարանում եւ ամբողջ քաղաքում կողք կողքի հաշտ ու համերաշխ ապրում էին ուզբեկ եւ ղրղզ ուսանողները։ Ռուստամը նրանցից մեկն էր։ Սենյակում ես գումար ունեի պահած 17000 սոմ։ Պետք է հասնեի, մտնեի ու վերցնեի։ Ականջներս փակելով վազեցի դեպի իմ սենյակը։ Ավտոմատիկ կրակոցներ էին։ Tarts avtomat atılıyor otlar aktaçı. Korkutam. Men komutam ol жерде. Анан Հենց հասա այստեղ ուժեղ պայթյուն լսվեց։ там бам жарылды одна акtaçı. Мен Нурсултан. Қандайсың Ферза, жақсысыңар? Բարև Փիրուզա։ Жақсыңар түз. Բարև ձեզ, ոնց եք։ Кек көшкө кылып эле болсаң. Ես այս սենյակում էի апրում։ Мен шу жерде жашагам. Я здесь жил акчасы. Анан кийин кирдим дагы, шундай Ներս մտա թե չէ, նորից ինչ-որ бан պայթեց։ Тартып жарылам, жата калдым мен. Шундай жата калдым. Գլուխս բռնեցի ու պարկեցի հատակին։ Анан кийин келдим Можедеме. Փողերս գեստապահարանում էի դրել։ Можеде акчам болчу да? Акча болду, акчаны Վերցրեցի, գրպանս դրեցի ու փախա։ Белиме чонтойма салдым. Салып туранан кийин жашым чыгып кеттим, качып кайра. Сыртка чыктым. Качып чыгып кеттим ол жака.
Սա Օշի պետական համալսարանի հանրակացարանն է, որի հարևանությամբ գտնվող խաղասրահից էլ սկսվեց բախումը։ Հիմա խաղատունը նորոգվել ու վարձով է տրվում, իսկ 2010-ի հունիսի 10-ին ղրղզներն այստեղ ծեծեցին ուզբեկ մի երիտասարդի, ում պատիվը պաշտպանելու համար կողքի ուզբեկական թաղերից, մախալյաններից, մահակներով զինված մի քանի հազար երիտասարդներ հավաքվեցին հրապարակում։ Ոստիկանությունը վաղուց արդեն չէր վերահսկում իրավիճակը, քաղաք մտավ ռազմական տեխնիկա։ Մասնակիցների վկայությամբ զրահամեքենաներից ավտոմատային, իսկ Օշի կենտրոնի բարձունքից, Սուլեյման Սարից դիպուկահարների կրակոցներ հնչեցին եւ առաջին զոհերը հենց հավաքված ուզբեկ երիտասարդներից եղան։ Եվ սկսվեց մղձավանջը, որ տևեց 4 օր։ Իրականում ողբերգության նախերգանքը վաղուց էր լսվում։ Դեռ 1990-ին ղրղզների եւ ուզբեկների բախումների արդյունքում մոտ 1200 մարդ զոհվեց Օշի շրջանում։ Խորհրդային միության փլուզման ժամանակահատվածն էր դա։ 20 տարի անց պատմությունը կրկնվեց։ Հիմա էլ Ղրղզստանում էր հեղաշրջում եղել եւ պաշտոնանկ նախագահ Կուրմանբեկ Բակիևը փորձում էր իր ծննդավայրում Ջալալաբադում եւ երկրի հարավում, մասնավորապես Օշում, վերականգնել կորցրած իշխանությունը։ Իսկ երկրի ժամանակավոր կառավարությունն օգտագործում էր ուզբեկ քաղաքական եւ տնտեսական ղեկավարներին Կադիրջան Բատիրովի գլխավորությամբ ճնշելու Բակիևին։ Մինչև հունիսյան դեպքերը Օշում երկու ուզբեկական հեռուստաալիք էր գործում՝ Օշ TV-ն եւ Մեզոն TV-ն։ Մայիսի կեսերից նրանց եթերը հիմնականում ցուցադրում էր Կադիրջան Բատիրովի եւ ազգային լիդերների ելույթներն ու միտինգի կոչերը։ Հավասար իրավունքներ, տեղեր ինքնակառավարման մարմիններում, ուզբեկական լեզվի պետական կարգավիճակ։ Ուզբեկների պահանջները զայրացնում էին ղրղզներին, քանի որ ուզբեկներն առանց այդ էլ վատ չէին ապրում։ Շատ ուզբեկներ սպասարկման ոլորտի առաջատարներն էին, հարուստ էին ու հաջողակ։ Ապրիլին սկսված քաղաքական պայքարը արագ վերաճեց բախումների, սպանությունների, հետո էլ ազգամիչյան լուրջ կոնֆլիկտի։ Ուզբեկական հեռուստաընկերությունները փակվեցին, իսկ դրանց ղեկավարները, ինչպես նաև շարժման ուզբեկ առաջնորդները Կադիրջան Բատիրովի գլխավորությամբ փախան, ու մինչև հիմա էլ փախուստի մեջ են։ Գուլիզան հիշում է, որ արյունահեղությունից առաջ բամբասանքներն ու չճշտված լուրերը չարացնում էին մարդկանց։ Մեկ խոսում էին, թե ուզբեկ խուժանը կիրգիզ աղջիկների է բռնաբարում հանրակացարանում, մեկ էլ թե արդեն հարյուրավոր ուզբեկներ են սպանվել։ Գուլիզան հասկացել է, որ ինֆորմացիան մեծ ուժ ունի, իսկ մեդիան լուրջ զենք է, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են այդ զենքն օգտագործում։ Դեմբեդեմցիներն առաջնորդվում են մի վնասիր սկզբունքով։ Բախումներից հետո նրանց հաղորդումների մեջ գոնե մեկ տեսանյութ նվիրված է հաշտությանն ու խաղաղությանը։ Սա ուզբեկական մախալիա է։ Աշուններ սարսափելի վիճակ էր այստեղ։ Մենք որոշեցինք մի ակցիա կազմակերպել ու օգնել նրանց։ Հասարակ մարդկանցից հասարակ մարդկանց։ Այս կարգախոսով ինտերնետում, մամուլում ու հեռուստատեսությամբ կոչ արեցինք, որ օգնեն տուժածներին, տաք հագուստով կամ այլ իրերով։ Երիտասարդների նախաձեռնությունը մեծ հաշվով բան չփոխեց։ Նրանք իրենց կանչով կարողացան ընդամենը 10 ընտանիքի օգնել, բայց կարևոր էր, որ մարդիկ սկսեցին ձեռք մեկնել իրար։ Այս մախալյան ամբողջովին վառել էին, բոլոր տները։ Հիմա որ տեսնում եք, նոր կառուցվածքներն են։ Ընկերուհիս հոդված էր գրել մի ուզբեկ ընտանիքի մասին, որ այստեղ էր ապրում։ Կնոջ ամուսնուն դաժանաբար սպանել էին, բայց մայրն այդ մասին չէր պատմել իր զավակներին, որ ատելության զգացումով չմեծանան։ Դա շատ հուզիչ էր։ Պարզվեց, որ հենց այն ընտանիքն էր, ուր մենք օգնություն էինք բերել, եւ անգամ մեզ այդ կինը ոչինչ չէր պատմել։ Դեռ այն օրերին, երբ եղբայրական գերեզմաններում ժամ առ ժամ ավելանում էր դիակների թիվը, նկարահանող մի խումբ հաջողացրեց վավերագրել, թե ինչպես է արյունահեղությունից հետո առաջին անգամ հանդիպում ուզբեկ եւ ղրղզ ծերակույտը։ Ակսակալներն ու իմամները փորձում են հասկանալ իրար եւ հաշտություն կնքել։ 13 րոպեանոց այս վավերագրությունը մի քանի օր ամեն ժամ պտտվում էր հեռուստատեսությամբ, սթափության ու ողջախոհության կոչ անելով մարդկանց։ Սա այն առաջին մեղն էր, որ կտրեց վրեժխնդրության շղթան։ Մենք դարեր շարունակ այստեղ ենք ապրել ու ապրելու ենք։ Մենք մի ընտանիք ենք ու պարտավոր ենք միասին խաղաղ ապրել, ինչպես նախկինում։ Հարևանները գիտակցեցին, որ պետք է վերջ տալ արյունահեղությանը, հասկացան, որ այս կոնֆլիկտում, եթե ինչ-որ մեկն էլ շահելու է, ապա դա հաստատ իրենք չեն։
Aytgani harakat. Hop, so'rag'lar. Mana shu menam iltimosini bo'ldi, yaxshi bo'ldi. Senga rahmat o'g'il bola. Ուզբեկական լոշի կիսած ծերակույտի օրինակը վարակիչ դարձավ մյուսների համար։ Իդեպ ղրղզները չեն էլ վիճարկում հանրահայտ լոշիկի ազգային պատկանելությունը եւ ընդունում են, որ այն ամենահամմեղածն է։ Özbegim nandarı. Վիճակագիրների տվյալներով պատերազմի զոհ դարձան ոչ միայն ուզբեկներն ու ղրղզները, այլ այս տարածքում ապրող մյուս ազգությունների ներկայացուցիչները։ Լուլիների ծագման մասին տարբեր լեգենդներ են պտտվում։ Փաստն այն է, որ Օշում նրանք վաղուց արդեն տեղաբնակ են համարվում։ Փաստ է նաև, որ պատերազմի ժամանակ նրանք ոչ ուզբեկների, ոչ էլ ղրղզների կողմից չեն եղել։ Allah pərvədişlərin rızqını ola verədi deyib hərəkət qılıyıb mən. Մենք լուլիներս չենք պայքարում իշխանության համար։ Մենք մարդկանց չենք բաժանում ղրղզների, ուզբեկների, բոլորս էլ մի ժողովուրդ ենք, Աստծո կողմից ստեղծված։ Ղուրանում Ալլահն ասում է, որ մենք չպետք է բաժանվենք ժողովուրդների։ لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد بسم الله الرحمن الرحيم Մահմեդ Միրզայևի դուստրը միակ լուլին էր, որ զոհվեց բախումների ժամանակ։ Հայրն ասում է, որ պատահական կրակոց է եղել, ու կարևոր չէ, թե ուզբեկի կամ էլ ղրղզի կրակոցից է մահացել։ Փաստն այն է, որ նա չկա, երեխաներն էլ որբ են մնացել։ Նա քրոջ հետ ալրաղաց էր գնացել։ Տանն այլուր չկար։ Երբ հասել են ավտոպարկի մոտ, թիկունքից կրակել են։ Այդ ժամանակ քույրը սկսել է գոռալ։ Նրան վախեցրել են, որ եթե չլռի, իրեն էլ կսպանեն։ Նա էլ սարսափած վազելով եկավ տուն ու մեզ պատմեց, թե ինչ է եղել։ Շտապեցինք դեպքի վայր ու տեսանք դստերս ասֆալտին ընկած։ Շրջանային հիվանդանոց տարանք, վիրահատեցին։ Ինձ ասացին, որ առավոտյան պարզ կլինի վիճակը։ Հաջորդ օրը եկա, իմացա, որ մահացել է։ Նրան այստեղ բերեցինք ու հողին հանձնեցինք։ 4 երեխա ուներ։ 2 փոքրերը մնացին հոր մոտ, 2-ն էլ ինձ մոտ։ Լուլիներն ապրում են իրենց սովորույթներով ու ավանդույթներով։ Նրանք շատ ընդհանրություններ ունեն գնչուների հետ, հիմնականում կանայք են աշխատում։ Առավոտ կանուխ նրանք դուրս են գալիս փողոց, փողմուրում, բախտ բացում, անուշաբույր խոտեր են վառում, մետաղի ջարդոն հավաքում։ Տղամարդիկ սովորաբար հանգստանում են, նրանց միակ աշխատանքն այն է, որ հանձնում են իրենց կանանց հավաքած ջարդոնը։ Լուլիների թաղամասում մանկապարտեզ չկա, բայց կա դպրոց, որտեղ էլ միջնակարգ կրթություն են ստանում այն լուլիները, ում դա բախտ է վիճակվում։ Կոնֆլիկտից առաջ եւ հետո այստեղ մեծ փոփոխություններ չեն եղել, բացի թերևս մի բանից։ Առաջ երեխաները ուզբեկերեն էին այստեղ սովորում, հիմա միայն ղրղզերեն է։ Այ հիմա վերջին տարին է, իրենք էլ կավարտեն ու դրանից հետո միայն ղրղզերեն է։ Класса. Они окончат школу, полностью переходит киргизский язык школа наша. Սովորելն ու կրթություն ստանալը լուլիների համար խորթ է։ Նրանք կյանքի դասերը սովորաբար փողոցում են յուրացնում։ Լուլիների երեխաները սկսում են աշխատել շատ վաղ տարիքից ու նաև շատ շուտ ամուսնանում են։ Ոմանք 14-15 տարեկանում են ամուսնանում, ոմանք 19-20-ում։ Լինում է ավելի վաղ տարիքում։ Այ օրինակի աղջկան 12 տարեկանում ամուսնացի։ Լուլիների համայնքը փակ է, նրանց մոտ խառնամուսնություններ չեն լինում։ Իսկ այ ղրղզ ուզբեկական հարսանիքներն Օշում եւ շրջակայքում սովորական երևույթ էին, մինչեւ կոնֆլիկտը ոչ հիմա։
Թշնամական մթնոլորտը դժվարացրել էր համատեղ ընտանիք ստեղծելը, բայց Ջիլոլայի ու Աստանբեկի պարագայում սերն ավելի ուժեղ գտնվեց։ Մանավանդ, որ երիտասարդ ղրղըզ ուզբեկական ընտանիքին քաջալերելու եւ մյուսներին օրինակ դառնալու համար Քարասոյի գյուղապետը նրանց 100,000 սոմ, մոտ $2,500 նվիրեց։ Հայտնի չէ, թե գյուղապետի բիզնես ծրագիրն ինչպես խթանեց խառնամուսնություններն ընդհանրապես եւ ինչքանով նպաստեց հաշտության ու խաղաղության վերահաստատմանը։ Բայց սիրով ու համերաշխ ապրող այս ընտանիքի համբավը վաղուց արդեն դուրս է եկել գյուղի ու շրջանի սահմաններից։ Կան աղջիկներ, որ իրենց շատ ազատ են պահում, իսկ Ջիլոլային հավանեցի իր պարկեշտության ու գեղեցկության համար։ Նաեւ որ հավատացյալ է եւ աղոթում է։ Ինձ ասում էին ոնց կլինի այսքան բանից հետո, դու ղրղըզ, նա ուզբեկ, ասացի ինձ համար դա կապ չունի։ 40 շոր սունդուկներ ու մինչև առաստաղ ձգվող սավաններ։ Սա հարսի բարիքն է, որ հետը բերեց նոր օջախ, իսկ տղայի ծնողները կանխիկով էին վճարել գեղեցկուհի կնոջ համար։ Մեր ավանդույթն է դա, կալիմ է կոչվում։ Վճարեցին 30,000 սոմ ու 2 ոչխար։ 12 զավակների հերոսուհի մայր Սաբիրեն հիմա էլ թորնիկներին մեծացնելու գործին է։ Հերթը դեռ Աստանբեկի աղջկան չի հասել, բայց շուտով նրան էլ կքնեցնի իր երգերով։ Ամենաերջանիկ օրս էր, երբ կինս ասաց, որ երեխա ենք ունենալու։ Ուրախությունից ծափ տվեցի ու պաչեցի նրան։ Ամուսնության դեռ 1 տարին չլրացած Կալբաևների ընտանիքում ծնվեց առաջնեկը՝ Սաիդան։ Ընտանիքի փոքրիկ արքայադուստրը հիմա մեծանալու է ուզբեկ մոր եւ ղրղըզ հոր խորհուրդներով։ Ջիլոլան իր նորածնի հետ ապրում է հայրական տանը, ուզբեկական ավանդույթի համաձայն։ 40-ը լրանալուց հետո միայն Զոքանչի ձևավորած բարուրում նրանք կտեղափոխվեն մյուս տատիկի մոտ։ Աստանբեկն էլ է անհամբեր սպասում այդ օրվան։ Նպատակը ոչ թե Զոքանչի ազդեցությունից կամ թե ուզբեկական միջավայրից աղջկան ու կնոջը հեռու պահելն է, այլ խոպան մեկնելը։ Նա ստիպված է թողնել հարազատ, բայց գործազուրկ 40 ու Ռուսաստանում փող աշխատել։ Այլ ելք չի տեսնում։ Ինքն էլ սկզբում չէր համաձայնում, բայց հետո մտափոխվեց։ Դե պետք է կերակրել, երեխաներին մեծացնել։ Հետո կինս էլ կգա ինձ մոտ։ Իսկ փոքրիկը կմնա այստեղ, մինչև վերադառնանք։ Մայրս կխնամի նրան։ Պատերազմը խնայեց այս գյուղը, ի տարբերություն Օշի Քարասոյում միջադեպեր չեղան։ Այդ օրերին գյուղի տղաները, ուզբեկ ու ղրղըզ միասին, հերթապահություն էին սահմանել ու հսկում էին գյուղ եկող գնացողներին։ Հետևում էինք, որ օտարները այստեղ էլ չգան ու տակնու վրա չանեն։ Այդ օտարների մասին պատմում են շատերը, բայց թե ովքեր էին նրանք, դեմք, անուն, ազգանուն ունեին, թե չէ, չեն ասում։ Միայն ասում են, թե ալայներից, սարերից եկած գազազած ու զինված ամբոխ է եղել։ Քարասոյում ուզբեկների ու ղրղզների տները կողք կողքի են, հարևանությունն էլ բարեկամության պես։ Պատմում են, որ Օշում էլ է այդպես եղել, մինչև կոնֆլիկտը, իսկ հիմա հարևանությունը մնացել է, բարեկամությունը վերացել։ Առաջ հաճախ հարևանների պատերն էլ էին ընդհանուր։ Այդ պատճառով էլ Օշի մախալաներում, ուր հիմնականում ուզբեկներ են ապրում, կրակը տնից տուն է անցել ու ամբողջ թաղամասեր մոխրացրել։ Չերոմուշկա թաղամասում գրեթե բոլոր տների մոտ քարեր են թափված։ Շինանյութը պետությունից աշխատուժը բնակչից սկզբունքով համատարած շինարարություն է գնում։
Դեպքերից 2 տարի հետո մարդիկ փորձում են վերականգնել այրված տներն ու դրանց հետ իրենց հավատը։ Ղրղըզ Տողսումբայի տունը հենց ղրղզներն են վառել, միամիտ։ Այսինքն վառել են հարևան ուզբեկների տները, բայց կրակը չի խնայել նաև իրենց ազգակցին։ Մի տունը հրկիզել են, մնացածը պոչ-պոչի վառվել են։ Այ այսպես իրար կպած են այստեղ տները։ Հրշեջներն էլ չկային այդ օրերին։ Տողսումբայը չի էլ կասկածում, որ ղրղզներն են վառել։ 1-2 օր առաջ ինքն է խոսել նրանց հետ, չնայած հավաստիացում է, որ չգիտի ովքեր էին եւ որտեղից էին եկել։ Դրանց ասացի, իրենց ձեռք չտակ, ուզբեկ են, բայց մեր հարևաններն են։ Ոչ մեկի չվնասեցին, բայց կռվի վերջին օրը մեզ մոտ վառեցին։ Այս փողոցի 2 կողմերում էլ դժվար է չվառված տուն գտնել։ Բատիրինը վերջին այրված տունն է այս շարքում։ Ձախ կողմի հարևանը ղրղըզ է, աչը ուզբեկ։ Հենց նրա տանից է կրակը անցել։ Բատիրը փորձել է հանգցնել, բայց անծանոթները բենզինով շշեր են նետել նաև իր տան ուղղությամբ։ Ղրղըզ հարևանուհին է օգնության հասել ու խորհուրդ տվել փախչել։ Փախիր թե չէ կսպանեն, ասաց այն օրը։ Ես էլ ընտանիքով փախա դեպի մեր մախալյաները։ Հետո հարևանից տղաներն ինձնից ներողություն էին խնդրում իրենց ազգակիցների արածի համար։ Ես էլ ասացի՝ դուք ինչ մեղավոր եք։ Այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե ովքեր էին այդ տուն վառողները։ Այստեղ առաջ ծաղկած այգի է եղել, ծառերն էլ են վառվել ու չորացել։ Բատիրը գոհ է, որ պետությունը հիմա գոնե շինանյութ է տալիս տունը վերականգնելու համար։ Մասնագիտությամբ ինժեներ է, հեռուստացույցներ է վերանորոգում։ Առաջին հերթին արհեստանոցն է սարքել, որ կամաց աշխատի ու ժամանակավոր կացարանի փոխարեն տուն կառուցի։ 3 երեխաների հայր է, փոքր տղան դեպքերից հետո է ծնվել։ Շուտով կկառուցի տունն ու կունենա 4-րդին, միայն թե խաղաղություն լինի։ Երկու տարի է անցել, բայց հրդեհի հոտը դեռ մնացել է օշում։ Հունիսյան դեպքերից տուժել էր նաև քաղաքի ուզբեկական դրամատիկական թատրոնի շենքը։ Հրադադարից հետո թատրոնը սկսեցին նորոգել, մոխրացած գույքի փոխարեն ժամանակակից տեխնիկա, երիտասարդ դերասաններ ու նոր բեմադրություններ։ Օշի 2 թատրոններում, ղրղզականում եւ ուզբեկականում միաժամանակ նույն պիեսն է բեմադրվում, նույն ռեժիսորով։ Տրագիկոմեդիա 2 գործողությամբ։ Հայր ու որդի փոխհարաբերությունների եւ ժամանակակից կյանքի դժվարությունների մասին է։ Պիեսի հեղինակը ղրղըզ է, բայց բարձրացված խնդիրներն ընդհանուր են 2 ազգերի համար։ Hayalımda fakat kan yakılıp azlamalı, kan yakılıp kınlar sonuçta başka hiç nesi yok. Молодежь думает, что они их не понимают родители. Вот Վերջին ժամանակներում ընտանեկան հարաբերություններում մի տեսակ ճգնաժամ կա։ Երիտասարդները կարծում են, որ ծնողներն իրենց չեն հասկանում։ Ծնողներն էլ հակառակը։ Մեր ավանդույթներում երբեք այդպիսի բան չի եղել։ Անգամ ամենադժվար ժամանակներում մարդիկ երբեք չեն թողել իրենց հարազատներին ու ծնողներին։ Կար պատիվ ու արժանապատվություն։ Հիմա բոլորս ուրիշ բանի մասին ենք մտածում։ Была честь и достоинство. 20 օրում ներկայացումը պետք է պատրաստ լինի եւ միաժամանակ բեմադրվի թե ուզբեկական, թե ղրղզական թատրոնում, տարբեր լեզուներով։ Ղրղզական ակադեմիական թատրոնի ամենաերիտասարդ դերասանը, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունի, վերջերս է նշել իր 50-ամյակը։ Աշխատողները դժգոհում են, որ մոտ կեսդարյա պատմություն ունեցող թատրոնում ավանդույթները կամաց մոռացվում են։ Դահլիճը հիմնականում դատարկ է լինում։ Հին հանդիսատեսը մոռացել է, թե ինչ բան է թատրոնը, իսկ նորն ուղղակի չգիտի։ Երիտասարդները գիրք չեն կարդում։ Մեր օրերում նրանք շատ ինֆորմացված են, բայց մակերեսային։ Եթե թատրոնները կարգին գործեին, հանդիսատեսը գար թատրոն, ապա կարծում են, որ այսպիսի կոնֆլիկտ չէր լինի։ Գոնե այս աստիճանի չէր լինի։ Ուղղակի մարդիկ թատրոն չեն գալիս, չեն կարդում։ Հոգևոր սնունդը պակասում է։ Ահա եւ արդյունքը։ Ինչ որտեղ այս ամենում կար նաեւ մեր մեղքը։ Մենք չկարողացանք օգնել։ Результат.
Թատերական առաջին օգնությունը տեղ հասավ կոնֆլիկտից 1 տարի անց Ջալալաբադում, որտեղից եւ սկիզբ էր առել խռովության առաջին ալիքը։ Հաշտության քայլն արեց երիտասարդական Հարևաններ պիեսը։ Vay qo'shnijon, biraz bugunda esimdan chiqay debdir. Hay bolalar, ana hovliga ko'z quloq bo'lib turinglar. Bo'ptimi? Ana o katta yaponskiy televizorni o'chirib qo'yinglardagi ana o kichkinasini ko'ringlar. Հարևաններում ուզբեկ եւ ղրղыз դրկիցների զավակները սիրահարվում են ու հաղթահարելով ազգային խռովությունները փորձում են միասին ընտանիք ստեղծել։ Բեմադրության մեջ խաղում են եւ ուզբեկ եւ ղրղыз դերասաններ։ Ներկայացումը շրջել է ամբողջ Ղրղզստանով ու հիմա էլ շարունակում է իր հաշտության թատերաշրջանը։ Այս դերն ու առհասարակ ներկայացման գաղափարը շատ եմ հավանում։ Այն, որ մենք չենք բաժանվում ուզբեկի ու ղրղզի, մենք մեկ ընտանիք ենք ու մենք խաղաղ ենք ապրում։ Դա է մեր ասելիքը հանդիսատեսին։ Ներկայացման գլխավոր հերոսուհու Տուրսունայի դերն էր, որ Աքսալին ստիպեց մտափոխվել ու մնալ Ջալալաբադում։ Մինչև հարևաններում խաղալը նա ծանր հիշողությունների պատճառով ուզում էր փախչել երկրից։ Երբ քաղաքում արդեն բախումները սկսվել էին, ես ընտանիքիս հետ գնացի քաղաքից դուրս, քրոջս մոտ։ Որոշ ժամանակ անց դիակներ սկսեցին բերել։ Պարզվում է Ջալալաբադից էին։ Քրոջս հարևանուհիներն ասում են, թե լեռներից ղրղզներ են իջել, զինված են ու կոտորում են։ Мен қойғыла деп айтқым келді, бірақ біз аға уже алсыз болдық, ошондуктан эми. Տուրսունայի սպիտակ ձիով ասպետը պիեսում Ունդուզբայն է։ Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Ռավշամը երազում է Բիշկեկում ռեժիսուրա սովորել ու վերադառնալ հայրենի Ջալալաբադ։ Նա կատարվածը վատ երազի պես է հիշում։ Մենք ընկերներ էինք ու ընդհանրապես այդ մասին չէինք էլ մտածում։ Ամեն ինչ սկսվեց Օշի կռիվներից։ Այդ օրը դասախոսներն ասացին. գնացեք ձեր տներով։ Ես փակվել էի տանը ու դուրս չէի գալիս։ Հեռուստացույցով է հետևում միայն։ Բախումների ժամանակ սպանվեցին Ռավշամի համագյուղացի ընկերները։ Սկզբում ատելություն էր զգում, բայց հետո շատ բան վերագիտակցեց։ Երիտասարդներն են, որ պետք է վերացնեն ազգամիչյան թշնամությունը, ասում է Ռավշամը։ Ինքն արդեն այդ ճանապարհին է։ Երիտասարդներն ուղենիշն են կորցրել։ Ժողովուրդների եղբայրության քարոզը հին է եւ այլևս իրենց համար չէ, իսկ նորը չկա։ Հերոսներ նույնպես չկան։ Պատմության 4-օրյա էջը հակամարտող երկու կողմերի համար էլ այնքան սև է, որ նրանք հավակնություն անգամ չունեն իրենց զորավարներին կամ առաջնորդներին հերոսացնելու։ Ուրեմն նրանց երգեր չեն ձոնվի, արձաններ չեն դրվի, նրանցով սերունդներ չեն դաստիարակվի։ Բայց Օշի երիտասարդներն ապրում են ոչ միայն հոգսերով ու ազգամիչյան խնդիրներով։ Վերջերս այստեղ էլ են բացվել ժամանցի տարբեր վայրեր։ Underground ակումբ համարվող Phil City-ն ամենամեծն է եւ ոչինչով չի զիջում մայրաքաղաքի ժամանակակից դիսկո ակումբներին։ Միակ տարբերությունը թերևս այն է, որ հաճախորդները միայն ղրղզ երիտասարդներ են։ Եթե կան ուզբեկներ, ապա նրանք սպասարկող անձնակազմից են։ Այբեկը բացառություն է։ Նա աշխատում է միջազգային կազմակերպությունում։ Այս ակումբում իրեն ապահով է զգում, բայց եւ նկատում է, որ խնդիրը չի լուծվել։ Օշում կյանքը գնալով դժվարանում է նրանց համար, ովքեր այսպես կոչված տիտղոսակիր ազգի ներկայացուցիչ չեն։ Բաժանում է դրված ղրղզների եւ ազգային փոքրամասնությունների միջև։ Չնայած փոքրամասնություններն այստեղ իրականում մեծամասնություն են։ Իսկական ուրախությունը շուտով կսկսվի, կրքերը կթեժանան։ Անաստասիան ազգությամբ ռուս է, մասնագիտությամբ պարուհի։ Պատերազմից հետո Բիշկեկից տեղափոխվել է Օշ եւ փոքրիկներին անկախ ազգային պատկանելությունից պարել է սովորեցնում։ Վիճակն իդեալական չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։
Բայց եւ սարսափելի չէ ինչպես 2 տարի առաջ։ Посмирели. Մարդիկ համակերպվել են, բայց գուցեև լռություն է հերթական փոթորիկից առաջ։ Взрывом. Անաստասյան կարծում է, որ կոնֆլիկտը քողարկվել է, ոչ թե լուծվել։ Պատերազմի սարսափելի հիշողությունն է, որ մարդկանց հետ է պահում նոր բախումներից։ Это глобально. Глобально почему? Պրոբլեմը գլոբալ է։ Ուզբեկական ընտանիքում խոսում են, որ ղրղզներն են վատը։ Ղրղզականում էլ հակառակը։ Ու երեխաները սպունգի պես կլանում են այդ ատելությունը։ Это все впитывают как губка. Անցած 2 տարիները տրանսֆորմացրել են կոնֆլիկտը։ Ղրղզների եւ ուզբեկների կյանքն այսօր լուր ու զուսպ համակեցություն է, անհանգիստ սպասումով։ Կամ պատմության կրկնության, կամ էլ արդարադատության։ Ամենօրյա կյանքում ղրղզ-ուզբեկական հակամարտությունն անտեսանելի է, բայց այն կա եւ շարունակում է խմորվել։ Տանն ու դպրոցում, դիսկոթեքներում ու շուկայում, ամենուր։ Մարդիկ համակերպված են դատապարտվածի պես, երբեմն խոսում են ու չեն հավատում, ավելի հաճախ գիտեն ու չեն պատմում, վախենում են։ Արևելյան իմաստնությամբ հասկանում են, որ ժամանակը շատ բան կբուժի, բայց եւ մարդկային ըմբոստությամբ չեն կարողանում հանդուրժել անարդարությունը։